2026 թվականի մարտին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է ԱՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքը։ Գործը վերաբերում է 2011 թվականին 14-ամյա աղջկա նկատմամբ ուսուցչի կատարած սեռական բռնությանը։ Դատարանն արձանագրել է մի շարք լուրջ խախտումներ, անչափահասներին սեռական բռնությունից պաշտպանելու համար բավարար օրենսդրական եւ կարգավորող շրջանակի բացակայության, նաեւ իշխանության կողմից կանխարգելիչ գործնական միջոցներ չձեռնարկելու պատճառով։ Պետությունը չի ապահովել երեխաների պաշտպանությունը, հրապարակել է տուժողի անձնական տվյալները եւ չի ստեղծել արդյունավետ փոխհատուցման մեխանիզմներ։ Այսինքն, խախտումներ եղել են թե բռնության կանխման, թե դրա հետևանքների վերացման փուլերում։ Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշել է, որ խնդիրը համակարգային է։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բարձր են, խոցելի են հատկապես մինչև 12 տարեկանները։ 2024 թվականին դատարան ուղարկված վարույթներում տուժողների 42%-ը եղել են մինչև 12 տարեկան երեխաներ, մինչդեռ 2023 թվականին նույն ցուցանիշը կազմել է 38.5%։ Այս իրավիճակից ելնելով առաջարկվել է ներդնել երեխաների համար հասանելի եւ գաղտնի բողոքարկման մեխանիզմներ, նաեւ ապահովել դատական ակտերում անձնական տվյալների պաշտպանությանը։ Նախարարների կոմիտեն իր հերթին կոչ է արել հնարավորինս մոտ ապագայում ընդունել երեխաների պաշտպանության համապարփակ ծրագիր, ապահովել դպրոցներում անկախ բողոքարկման մեխանիզմներ եւ գործնականում կիրառել տվյալների ապանձնավորման պահանջը։